Բարի առավոտ, սիրելի հեռուստադիտող, 21 TV-ի եթերում իր աշխատանքն է սկսում օրդ բարի առավոտյան ծրագիրը։ Մենք յուրաքանչյուր աշխատանքային առավոտ գալիս ենք, որպեսզի ձեր օրը մի փոքր լցնենք մշակույթով, երաժշտությամբ, ավելացնենք ինչ-որ մի կարևոր էլեմենտով, որպեսզի լավ լինի ձեր օրը, որովհետև երբեմն մարդն արթնանում է ու չգիտի թե ինչ անի, որպեսզի օրը լավ լինի, տրամադրություն ունենա։ Իսկ առավոտյան մեր ծրագիրը կարծում եմ, որ օգնում է ձեզ։ Այս պահին առաջարկում եմ գնանք ընդպիչվենք իհարկե տեսահոլովակով գեղեցիկ երաժշտություն, վերջերս, եթե չեմ սխալվում, արդեն համացանցում պտտվում է Եվրատեսիլի մեր հայկական տարբերակը մասնակցի, առաջարկում եմ այս պահին գնանք Եվրատեսիլի տեսահոլովակը դիտենք, մեր ռեժիսորին խնդրենք, որպեսզի մեզ մոտ եւս պրեմիերա անի Սիմոնին, վերադառնանք, բայց Եվրատեսիլի մասին չենք խոսելու այսօր, խոսել ենք շատ ավելի կարևոր մի մրցույթի մասին, որով Եվրատեսիլից հաստատ թանկ է յուրաքանչյուրիս համար, գնացինք։ Վերադարձանք Եվրատեսիլյան տրամադրություններով իհարկե սիրելի հեռուստադիտող, այսօր ինչպես խոստացել էի, չենք զրուցելու Եվրատեսիլի մասին, բայց խոսել ենք մի շատ կարևոր մշակութային ծրագրի մեկնարկի մասին, որը յուրաքանչյուրիս իհարկե մշակութային կյանքում ավելացնելու է շատ մեծ մի աշխարհ, մի կարևոր աշխարհ, եւ այդ կապակցությամբ արդեն հյուրերը իհարկե տաղավարում են, բայց ներկայացնեմ թեման։ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ Երևանի Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջի եւ Art Progress մշակութային հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ մարտի 21-ին եւ 22-ին վաղը եւ մյուս օրը, այսինքն կանցկացվի դասական երգեցողության համաքոլեջային մրցույթ փառատոն նվիրված Հայաստան ՀԽՍՀ ժողովրդական արտիստ ներողություն անվանի օպերային երգիչ, տենոր եւ բեմադրիչ աշխարհահռչակ իհարկե մայստրո Գեգամ Գրիգորյանի ծննդյան 75-ամյակին մրցույթ փառատոնի մանրամասների մասին կզրուցենք այսօր մեր տաղավարում հյուրընկալած հյուրերի հետ եւ հյուրերն են այս պահին Երևանի Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջի տնօրեն Art Progress մշակութային հասարակական կազմակերպության նախագահ իմ լավ գործընկեր Արտյոմ Հարությունյան, բարի առավոտ Արտյոմ ջան, եւ քոլեջի դասական երգեցողության բաժնի դասախոս Երևանի Ալեքսանդր Սպենզարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներքիչ Գեգամ Գրիգորյանի սան մայստրոյի Հայկ Տիգրանյան, բարի առավոտ։ Բարի առավոտ։ Լավ ընկերներ, պատիվ ունեմ ձեզ առավոտյան տեսնելու ինձ մոտ եւ ուրախ եմ, որ եկել եք։ Մենք էլ սիրով այստեղ ենք։ Արտյոմին երևի թե նույնն է, հա, մեր առօրյաները առավոտյան աշխատանքային։ Աշխատանքային։ Սուրճ թե Արտյոմ։ Սուրճ։ Սուրճով։ Մինչև առաջին սուրճը 3 հատ սուրճ։ Իսկ լինում է, որ առավոտյան արտանում ես մոտենում ես գործիքին ինչ-որ բան ես նվագում։ Առավոտյան չէ, բայց օրվա ընթացքում ուզած չուզած փորձում եմ գտնել ժամանակ։ Այն ծանր ժողովներից հետո կամ էլ չէ, ուզում ես առաջ։ Ժողովներից առաջ, որ տենց սիրտ եւ միտք հարաբերակցությունը ճիշտ բալանսի վրա գա, որ ժողովի ժամանակ անդրադարձը լինի տենց ոչ սուր հարցերի կապված։ Ես օրինակ նախընտրում եմ երաժշտությունը ժողովից հետո երգել, որ մաքրվեմ, դատարկվեմ։ Ձեզ մոտ ինչպես է սկսվում։ Իմ օրը սկսվում է շատ խառը, բայց շատ հետաքրքիր երեխաներիս հետ։ Դպրոց, մանկապարտեզ եւ միանգամից կամ օպերային թատրոն կամ Բաբաջանյան քոլեջ, բնականաբար շատ կորցեր, շատ հետաքրքիր, շատ հրավիրված դիրիժորներ, ռեժիսորներ, բուրըն առավոտ ենք ունենում։ Այ հետաքրքիր է, չի խանգարում դասավանդելը նաև օպերային եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում աշխատելու այդ process-ը։ Դե քանի որ օպերային թատրոնում ես շատ եմ աշխատում եւ գրեթե բոլոր օպերային ներկայացումներում ընդգրկված եմ, միգուցե մի փոքր խանգարում է, բայց ես այնքան շատ եմ սիրում իմ դասավանդելը, որ փորձում եմ այդ խանգարել բառը չօգտագործել եւ միշտ ներկա լինել իմ բոլոր դասերին եւ այնպես է ստացվել, որ նաեւ իմ երեխաներն են, ուսանողներն են ինձ շատ սիրում, դրա համար խանգարելը դուրս ենք բերում եւ գալիս ենք դասերին։ Ես առհասարակ ստեղծագործող մարդկանց, ովքեր որ զբաղվում են կրթական գործունեությամբ բուն եւ սերունդ են կրթում, իրենց անվանում եմ նվիրյալներ։ Շատ ճիշտ եք անվանում։ Սա շատ կարեւոր բան է եւ նաեւ կա մի շատ կարեւոր հոգեբանություն, որ ժլատ չեն իրենք։ Փորձում են փոխանցել նաև սերունդներին այդ փորձը
եւ այն կատարողական վարպետությունը, որը որ ապագայում պետք է տեսնենք իհարկե մեզանից հետո։ Իսկ առանց այդ նվիրյալների ես կարծում եմ, որ մշակութային կրթությունը չի կարող կայանալ եւ շնորհակալություն եմ ուզում նաեւ ես ինքս հայտնել քո աշխատանքի համար, գիտեմ թե օպերային թատրոնում դրա համար հարցը սանտեղի չէ, ինչ կարգի զբաղվածություն ունեք եւ ինչ գրաֆիկ է։ Այնպես որ խնդրում եմ նաեւ, որ բաց չթողնեք այդ թելը ու աշխատում եմ երբեք բաց չթողնել։ Շարունակեք, շատ բան ունեք տալու, նամանավանդ թե ինչ դպրոցներ եք անցել, արդեն ամբողջ աշխարհը գիտի դրա մասին։ Անդրադառնանք այն կարևոր մշակութային մեծ միջոցառմանը, որի մեկնարկը տրվել է։ Արտյոմ, գաղափարը ումն էր եւ ինչպես ստեղծվեց այս ամենը։ Այնպես ստացվեց, որ այս տարին համընկավ քոլեջի համար երկու կարևորագույն դեմքերի, այսինքն հայկական երաժշտական իրականության մեջ երկու կարևորագույն ֆիգուրների Գեգամ Գրիգորյանի եւ Արնո Բաբաջանյանի հոբելյանական տարիները։ Մեզ մոտ այս տարի Գեգամ Գրիգորյանի 75-ամյակն է եւ Արնո Բաբաջանյանի 105-ամյակը եւ սկզբնական քննարկումների տարեկան պլանավորումը միջոցառումների ժամանակ դուրս բերվեց հոբելյանական տարին ինչու է նշանավորվելու եւ ի ուրախություն մեզ, քանի որ Գեգամ Գրիգորյանը իր նախնական մասնագիտական ճանապարհը սկսել է Արնո Բաբաջանյանի քոլեջից, կարծում եմ չենք կարող պարզապես անդրադարձ չունենալ։ Սկզբից մտածում ենք, որ մեծ համերգ պետք է լինի, բայց հետո հասկացանք, որ Գեգամ Գրիգորյանը նաև կարող է լինել այն մարմնավորումը, որի շուրջ հավաքվեն մնացած քոլեջների դասական երգեցողության մասնագիտացման ուսանողները եւ այդպես միտք առաջացավ ստեղծել մրցույթ փառատոն, գոնե թե առաջին անգամ այս տարի իրականացում է եւ մտածում ենք հետագայում շարունակություն կունենա թե ոչ, բայց արձագանքներից եւ մասնակցության թվից եւ քոլեջների մեր գործընկեր քոլեջների ակտիվությունը մեր տեսադաշտում ունենալով հասկանում եմ, որ երևի թե կոնկուրսը հետագայում կդառնա ամենամյա մրցույթ փառատոն, որը կրկին դասական երգեցողությամբ զբաղվող ուսանողներին եւ դասախոսներին Գեգամ Գրիգորյանի անվան շուրջ կհավաքի եւ դա կլինի ոչ ֆորմալ կրթական իրավիճակ, որը կարծում եմ մեծ օգտակարություն կբերի ուսանողներին։ Հայկ, որպես իհարկե քո վարպետի ես պատկերացնում եմ ինձ զգացողություններ են նաև քեզ մոտ այդ ամեն ինչի շուրջ, չնայած որ մեկնարկող 2 օրերից հետո ավելի դրանք կմեծանան ու ուրիշ տեղ կգնան։ Հետաքրքիր է ինձ, երբ որ, այսինքն եղավ առաջարկը, հա, այս ամեն ինչի շուրջ, ինչն էր քո առաջնային կարևոր կետը, որը որ դրեցիր այս մրցույթի իրականացման գործում։ Առաջարկեցի իհարկե։ Այո, Գեգամ Գրիգորյանը իմ մեծ ուսուցիչն է եւ նաեւ իմ հոգեվոր ուսուցիչն է եւ ինձ համար մեծ պատիվ է եղել լինել Գեգամ Գրիգորյանի կողքին եւ ամեն պահը սովորել նրանից քաղել, թե որպես կյանքում, թե բեմում, թե դահլիճում որպես ռեժիսոր, երբ որ աշխատում էր Գեգամ Միրանիչը, եւ ինչն էր հետաքրքիր, մեր տնօրենի սենյակում զրուցում էինք ինչ-որ ուրիշ թեմայով եւ տնօրենը ասում է, գիտեք, ուզում ենք անենք, կազմակերպենք Գեգամ Գրիգորյանի մրցույթ։ Մի պահ ես լռեցի, մեծ իմ համար շատ հուզիչ էր այդ պահը, որովհետեւ պատկերացրեցի, թե ուսանողները ինչ ապրումներ են ունենալու մասնակցելով Գեգամ Գրիգորյանի քոլեջին եւ ինչն է ձեր ասած հենց այն ամենակարևոր կետը, որ այն ուսանողները եթե հանկարծ չեն ճանաչում Գեգամ Գրիգորյանին, այս մրցույթի շնորհիվ կճանաչեն Գեգամ Գրիգորյանին, կիմանան Գեգամ Գրիգորյանը ով է, որովհետեւ Գեգամ Գրիգորյանին լինել երաժշտական ոլորտում եւ չճանաչել, կարծում եմ այն մարդը, ով չի ճանաչել, իր համար կլինի ամոթ, բայց սա մի կազմակերպված մրցույթ է, որը բոլորին բերել է ուսանողներին ճանաչելու մեր Գեգամ Գրիգորյանին, ում ամբողջ աշխարհն է ճանաչում, որտեղ ես լինում եմ Իտալիայում, Գերմանիայում, որտեղ ուզում ես եղիր, երբ որ հարցնում են ով է դասախոս, ասում ես Գեգամ Գրիգորյանը, բոլորս զարմացած նայում են, ինչի մեր ուսանողները, մեր երեխաները չիմանան թե ով է Գեգամ Գրիգորյանը, եւ շնորհակալություն ձեզ այս մեծ նախաձեռնությունը իրականացնելու համար եւ կազմակերպելու։ Խոսենք մրցույթի կանոններից, Արտյոմ, ինչպես է ընտրվելու մասնակիցը, արդեն ընտրված են իհարկե մասնակիցները, ովքեր կարող են հայտ ներկայացնել եւ ինչ կարգավիճակ պետք է ունենա ծրագիրը, որը որ ներկայացվել է։ Տեսեք, ծրագիրը կազմված է բացառապես այն կրթական չափորոշիչներով, որով որ անցնում են մեր քոլեջները դասական երգեցողության մասնագիտացման, այսինքն հավելյալ օժանդակ ոչ մի բարդություն չկա եւ բաժանել ենք տարիքային 2 կատեգորիաների, առաջին կատեգորիայում առաջին եւ երկրորդ կուրսի ուսանողներն են, իսկ երրորդ տարիքային երկրորդ
տարիքային կատեգորիայում 3-րդ եւ 4-րդ կուրսի ուսանողներն են, ովքեր ներկայացնում են այդ պահին իրենց կրթական ծրագրով անցնող դասական երգեցողության ռեպերտուարը։ Այս պահին հայտագրումը արդեն ավարտված է եւ վաղը մեկնարկը կտրվի մրցույթ փառատոնի։ Մենք 2 օր կունենանք դասական երգեցողության թույլ տվեք մրցույթ փառատոն անվանումը այստեղ մի տեսակ փոխակերպենք կամ վերակերպել ժողով կամ հավաք ասեմ, որ ինձ համար ուրախ է մեր գործընկերների հետ հանդիպումները տարբեր ֆորմատներով, այս ֆորմատը եւս ուսանողների համագործակցություններ, տարբեր քոլեջների միմյանց ճանաչելու, միմյանց հետ տարբեր ծրագրեր մշակութային իրականացնելու հնարավորություն է։ Մի կողմից այո, փառատոնի շուրջ են համախմբվում, բայց չենք կարող պատկերացնել կամ չենք կարող դիտարկել, թե հետագայում որ ուսանողների կամ որ դասախոսների մոտ ինչ գործունեություն կամ ինչ համագործակցություն կարող է սկսվել։ Սա եւս շատ կարեւոր փաստ է, որը քոլեջների միավորման եւ հետագա համագործակցության ուղիներից մեկն է նախանշում։ Այսինքն մշակութային երկխոսություն է առաջինը մեխը դրա վրա է դրված, որ այն բոլոր մասնակիցները կապ չունի դա մրցույթում ժյուրի է թե ելույթ ունեցողը, առաջինը մշակութային երկխոսություն կունենան, սրա վրա է դրված շեշտը։ Շատ կարևոր է նաև հասկացա, որ այսինքն հետագայում այս ամեն ինչը պահպանել իրար փոխանցելը։ Եվ հաջորդը ամենակարևորը ինչպես է ընտրվել ժյուրին եւ արդյոք այն հայտնի է արդեն թե ոչ եւ ինչ կարգով են գնահատվելու մասնակիցները այնուամենայնիվ մրցույթը ժյուրի ընտրությունը տեսեք հիմնական չափանիշ կամ հիմնական կրիտերիա ասված այն է որ կարևոր օբյեկտիվությունը պահպանելու համար ներողություն եմ խնդրում որ բաց տեքստով եմ ասում բայց օբյեկտիվությունը պահպանելու համար ժյուրի կազմում ընտրվել են մարդիկ ովքեր քոլեջներում չեն դասավանդում ու ամեն դեպքում դե բնականաբար ոչ մի կասկած չկա ոչ մեկի մասնագիտական դատողության կամ մասնագիտական չափանիշների կիրառման վրա բայց ընտրված են ոլորտի լավագույն ներկայացուցիչներ օրինակ մեզ մոտ Հայաստանի ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանն է Օպերա եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի դիրիժոր Հարությունն է Արզումանյան, Սիրանուշը Գասպարյան օպերայի եւ բալետի թատրոնի մենեջերներից եւ ժյուրիի կողմից արդեն կան հստակ նախանշված այն չափորոշիչները, որոնք հիմք են հանդիսանալու մասնակիցների մասնագիտական գնահատականների համար։ Այնտեղ մասնակիցների բնությունն է չափվում, գնահատվում, կատարողականությունը, առանձնահատկությունը, այսինքն բեմական կեցվածքը, անհատականությունը եւ որոշակի մասնագիտական այս կրիտերիաներով հավաքվելու են եւ դուրս է գալու առաջին կարգի դափնեկիրները, երկրորդ, երրորդ եւ Հակի քվեարկությունը թե բաց։ Ժյուրին բաց է քվեարկելու թե փակ քվեարկություն է լինելու։ Փակ քվեարկության վերջում զուտ մաթեմատիկական Նու այնուամենայնիվ այն բոլոր իհարկե արվեստի կրողները, հա, դասական արվեստի կրողները, ովքեր որ այս պահին ժյուրիի կազմում են, նրանք բոլորը մանկաշական գործունեություն, մեծ գործունեություն ունեն ծավալած, ու իրենց համար այնպես որ դժվար չի լինելու գնահատել, պարզապես իրենց սաները չեն, այսինքն ովքեր որ ելույթ են ունենալու։ Հետաքրքիր է, այ շատ կարևոր է հայք այստեղ ծրագրի առանձնահատկությունները, հա, որոնք որ ներկայացնելու են մասնակիցները։ Ծրագիրը ինչպիսին է լինելու, ինչ գործեր են ներկայացվելու եւ կա հատուկ շեշտ, որ օրինակ ասենք այս արիաները պետք է ներկայացվի այս ժամանակի կամ այս ստանդարտների կամ օրինակ Գեգամ Գրիգորյանի երգացանկում եւս օրինակ տեղ գտած այն գործերը, որոնք որ ժամանակին իհարկե վարպետը կա։ Կարծում եմ, որ այն երգիչները, որ արդեն իրենք գիտեն եւ դասախոսները ասում են, որ տենոր են իրենք, վստահ եմ ընդգրկած կլինեն Գեգամ Գրիգորյանի երգացանկից տենորները, իսկ ընդհանուր առմամբ չէ, կապ չունի դա եւ բարիտոնից կարծում եմ տենորները իրենք էլ կընտրեն, որ Գեգամ Գրիգորյանը սա էր երգում, փորձենք տեսնենք ինչպես կարող ենք ներկայացնել մեր ժյուրիի անդամներին, իսկ ծրագիրը կարծում եմ շատ լավ է ընտրված, դասական արիա, ռոմանսներ շատ ժամանակաշրջաններ կան նշված թե առաջին տարիքային կատեգորիան բացի ռոմանսը կամ ազատ ստեղծագործությունը ներկայացնում է հին ժամանակաշրջանի արիա կամ արիոզը բարոկո շրջանի իսկ մինչև 17-18-րդ դար իսկ երկրորդ տարիքային կատեգորիան որ արդեն մեծ տարիքի մասնակիցներն արդեն գալիս է 19-րդ դար եւ դրանից հետո ստեղծված արիա, ոչ թե արիոզը եւ զուգահեռ նաեւ հայկական կամ ռուսական կամ արևմտաեվրոպական կոմպոզիտորի ռոմանս։ Իհարկե կարծում եմ, որ Հայաստանը դասական երգեցողության մանկավարժության մեջ շատ մեծ պրոֆեսիոնալիզմ ունի եւ
չեմ կասկածում ոչ մի քոլեջի, ոչ մի դասախոսի կարողությունների կամ ունակությունների վրա, համոզված եմ, որ վաղը եւ մյուս օրը մենք բազմաթիվ տարբեր ոճերի, տարբեր կոմպոզիտորների չկրկնվող ստեղծագործություններ ենք լսելու։ Ես վստահ եմ, որ ծրագիրը հաջողվելու է եւ ուզում եմ խոսեմ ծրագրում այն մեկնարկը, որ տվել եք, հա, այդտեղ եղել են դժվարություններ, ինչի եք հանդիպել եւ այսօր ինչ դժվարություններ ունեք, որպեսզի այն ձեր պատկերացրած օրինակ ինչ որ մի կետում հանդիպել եք եւ ուզում եք դա իրականանա հաջորդ իհարկե մրցույթում։ Անկեղծ ասած, մենք մի տեսակ այնպես սովորել ենք դժվարությունների վրայով անցնել եւ չնկատել, որ հիմա փորձում եմ հիշել, որն է եղել այն դժվարությունը ճանապարհին, որ խոչընդոտ է եղել, պատկերացրեք չեմ մտաբերում, եղել են նախնական քննարկումներ Գեգամ Գրիգորյանի ընտանիքի անդամների հետ եւ ուրախ եմ, որ իրենք եւս համաձայնություն են տվել եւ ողջունել են եւ անպայման ինչ որ ձևով մասնակցություն կունենան, բոլորս գիտենք, որ Հայաստանի Հանրապետության եւ Լիտվայի Հանրապետության ժողովրդական արտիստ Գեգամ Գրիգորյանի աղջիկը, մեր Հասմիկը Գրիգորյան այսօր հոր մասնագիտական գործունեությունը կարծեք թե շարունակողներից մեկն է եւ աշխարհի տարբեր մեծ բեմեր, մեծ օպերային թատրոններ հերթով գրավելով անցնում է եւ մենք նաեւ կապ ունենք Հասմիկի հետ Գրիգորյան անպայման մենք գալա համերգի օրը տեսաուղերձով ափսոս որ Հայաստանում չի Հասմիկը տեսաուղերձով նրա ողջունի խոսքը կլսենք ընտանիքի անդամների կողմից նաեւ կլինի հատուկ մրցանակ որևէ մասնակցի եւ նաեւ կարեւոր շատ հատկանշական եւ կարեւոր կետ է ինձ համար օպերան եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի հետ համագործակցություն իդեմս մայստրո Կարեն Դուրգարյանի պարոն Դուրգարյանի հետ եւս խոսել ենք փառատոնի մասով եւ հետագայում, այսինքն հոբելյանական այս տարվա ընթացքում չի բացառվում, որ մեր դափնեկիր ուսանողները օպերայի մեներքիչների հետ հանդես կգան օպերայի բեմում որևէ համերգի շրջանակում որևէ համերգային ծրագրով, որը նվիրված կլինի Գեգամ Գրիգորյանի եւ կարծում եմ մասնագիտական պորտֆոլիոյի կամ կենսագրության հետ կապված սրանից կարևոր բան թերևս ուսանողների համար երևի թե չի կարող լինել։ Սա ճանապարհի մի սկիզբ է, որ մենք փորձում ենք ապահովել այդ մուտքը։ Մրցանակները ինչպես են պլանավորված, այսինքն առաջին, երկրորդ յուրաքանչյուր Grand Prix չկա, յուրաքանչյուր տարիքային կատեգորիայում առաջին տեղ, երկրորդ տեղ, երրորդ տեղ, այսինքն մենք կունենանք երկու առաջին տեղ, երկու երկրորդ եւ երկու երրորդ, իհարկե բացառացում ենք ազգային դեպքերը, երբ որոշ մասնակիցների դեպքում եթե միավորային սանդղակը լրիվությամբ նույնը կպահպանվի ժյուրիի քննարկումով տեղերը կարող են նաև կիսվել։ Ես կարծում եմ, որ ամենաթանկ մրցանակը դա Գեգամ Գրիգորյանի անվան հենց մրցանակն է, որը որ ընտանիքը կորոշի եւ կհանձնի։ Այո, շատ ճիշտ է։ Յուրաքանչյուրին կարծում եմ դա մեծ պատիվ է ունենալու, բայց սա նաեւ եւս ավանդույթ է, որը որ կբերի իհարկե դասական արվեստի, դասական երաժշտության մեջ ավելի առաջ շարժվելու ստիմուլ տալու այն ստեղծագործողներին, ովքեր որ կարող են ընտրել նաեւ ինչու ոչ Գեգամ Գրիգորյանի կյանքի ճանապարհը ստեղծագործական, որը աշխարհում իհարկե մեծ հետագիծ է թողել եւ այսօր մեզ ճանաչում են այդ ոլորտում։ Այո։ Շնորհակալություն եմ հայտնում ձեզ այսօրվա համար, ձեր օրը կիսելու։ Քոլեջում կարծում եմ ամեն ինչ լավ է։ Շատ։ Մաղթում եմ հաջողություններ, համբերություն իհարկե եւ ստեղծագործական այն բոլոր ձեռնարկումները, որոնք որ Արտյոմ ջան քո կողմից իրականանում են այն մրցույթը, որը որ հայտնի է բոլորիս փոքրիկ քայլը եւ այլն եւ մյուս հեղինակային կատարողների մրցույթները դրանց նաեւ աշնանը Արնո Բաբաջանյան էստրադային այդ դրա մասին է խոսել աշնանը ինչ ունեք սպասող ապագայում մենք ունենք Արնո Բաբաջանյանի էստրադային երգեցողության միջազգային մրցույթ փառատոնը, որը բավականին ռիսկ է մեզ համար, բայց գնացել ենք այդ ճանապարհով եւ ստեղծել ենք Արնո Բաբաջանյանի անվան միջազգային մրցույթ փառատոնը այս պահին հովանավորչական քննարկումներն կրկին նախարարության աջակցությամբ է, նաեւ ռուսական տան Դոմ Մոսկվի Ռոսսотрудничество եւ այլն դեսպանատունն է ներգրաված այս հարցում եւ կարծում եմ, որ աշնանը Արնո Բաբաջանյանի անվան քոլեջը կունենա արդեն այս տարվա իր երկրորդ մեծ նախագիծը, որը կլինի Բաբաջանյանի երգերի հանրայնացումը ուսանողների միջոցով, կարծում եմ այստեղ արդեն Բաբաջանյանի քոլեջը եւ Շարլ Ազնավուրի քոլեջը մի հատ ընդհանուր ճանապարհի վրա են դուրս գալու, հաշվի առնելով նաեւ ձեր մասնագիտական ուղղվածությունը քոլեջի։
Սիրով ես Բաբաջանյանի մշակութային ժառանգության հետ կապված վերջին շրջանում, վերջին տարիներին, երբ որ օրինակ 5 տարի առաջ էր, այս տարի 105-ն է, էլի հոբելյանական է, ես հիշում եմ, որ մի ցավալի դեպքի հանդիպեցի, երբ որ Ղազախստանի Հանրապետությունում համերգի ժամանակ ինձ որպես հյուր հրավիրել էին եւ լսում եմ, թե ինչպես է Բաբաջանյանի նոկտյուրնը հայտարարվում Մագամաևի որպես, այսինքն ստեղծագործություն, այո, եւ իհարկե ես այդ ժամանակ չկարողացա ինձ զսպեի, բավականին մեծ աղմուկ եղավ, հետո նորից իրենք շտկեցին, սա նրա մասին է խոսում, որ մեր մշակութային ժառանգության իհարկե մենք պետք է տեր կանգնենք, եթե մենք տեր չկանգնենք, ապա ուրիշները կվերցնեն, կամաց եւ կասեն, որ սա մերն է, ինչպես եղել է, կա եւ լինում է։ Այսօր մենք շատ ծանր գործ ունենք անելու Արտյոմ ջան եւ շնորհակալ եմ ձեր աշխատանքի, տքնաջան աշխատանքի համար, որովհետեւ եւ Բաբաջանյանը, եւ Գեգամ Գրիգորյանը, եւ Խաչատրյանը եւ բոլորը այն մեծերը մեր արվեստի ովքեր որ թողել են մեծ մշակութային ժառանգություն, մենք պարտավոր ենք չմեծամտանալ եւ տեր կանգնել դրան, վերցնել, առաջ շարժվել, իհարկե ժամանակակիցնել եւս բնականաբար համադրել, կարծում եմ, որովհետև պետք չէ հետ մնալ նաև ժամանակակիցից։ Մաղթում եմ ձեզ լավ օր, իհարկե լավ լսումներ, վստահ եմ, որ հաղթելու են լավագույնները եւ մրցույթը դառնալու ինչպես սկզբից նշեցի, ավելի կարեւոր ու ավելի քննարկված, ավելի մշակութային Հայաստանի Հանրապետությունում, քան Եվրատեսիլը, որովհետև վստահ եմ, որ իհարկե Գեգամ Գրիգորյանը համաշխարհային մշակութային ժառանգությունում այնպիսի մշակութային գոհարներ է թողել, որ անկրկնելի է, իհարկե եւ երկրորդը չի լինելու, դրա համար Եվրատեսիլը դա անցողիկ է, այն իհարկե ժամանակակից ինչ որ մի երաժշտական դադար է մեր կյանքում, որը որ տեղի ունենում եւ մոռացվում է, աստուն գնում է։ Դրա համար ասում եմ, որ մեր մշակութային կյանքում այս մրցույթը թող որ լինի շարունակական եւ յուրաքանչյուր տարի այն մեծանա եւ դառնա ինչու ոչ ինչպես նշեցիք Բաբաջանյանի մրցույթի նման միջազգային շատ կարևոր կլինի հետագայում դարձնել միջազգային։ Այսօր այսքանը սիրելի հեռուստադիտող, իհարկե կարելի է անվերջ զրուցել անվերջ, որովհետև մեր մշակույթը անսահման է եւ մենք այսօր զրուցում ենք մի հրաշալի սպասող մշակութային միջոցառման մասին, որը որ վաղը եւ մյուսօրը մեկնարկը տրվել է, տեղի կունենա այն Գեգամ Գրիգորյանի մայստրո 75-ամյակին է նվիրված հրաշալի իհարկե միջազգային մրցույթ է համակոլեջային։ Մեր հյուրերն էին Երևանի Արնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկահրաժական քոլեջի տնօրեն, Art Progress մշակութային հասարակական կազմակերպության նախագահ Արտյոմ Հարությունյանը եւ քոլեջի դասական երգեցողության բաժնի դասախոս Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներկիչ Գեգամ Գրիգորյանի սան Հայկ Տիգրանյանը։ Շնորհակալություն ձեր օրենսը կիսելու համար։ Ձեզ շնորհակալություն։ Լավ օր եմ մաղթում սիրելի հեռուստադիտող, գնացեք եւ հաղորդակից եղեք մշակույթին, որպեսզի ձեր կյանքը լցվի իհարկե գեղեցիկ գույներով։ Լավ օր բոլորիդ։